Շուրջ 1 ժամ զինվորական քննչական մարմնում որպես վկա հարձակվելուց հետո Արցախի նախագահը սկանդալային տեղեկություն է հայտնում։ Երբևիցե չենք խուսափել ներկայանալու։ Սամվել Շահրամանյանին զինվորական քննչական մարմին են հրավիրել նախ ադրբեջանական մամուլում, հետո Հայաստանի իշխանամերձ լրատվամիջոցներով տարածված այն տեղեկության հիման վրա, թե 2023-ի սեպտեմբերյան պատերազմին հաջորդած օրերին Շահրամանյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախի ռազմական քաղաքական ղեկավարների կոորդինատները, ու դա է հիմք եղել, որ ադրբեջանցիները ձերբակալեն նրանց, տանեն Բաքու։ Ուզում եմ նշել, որ ոչ մեկ թաքնված չէր։ Ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր, ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել Թաքստոցում, ինչ-որ բունկերում, անտառում, այլընտրանքային ճանապարհներով դուրս գալու ժամանակահատվածում։ Քննչական գործողություններին որպես փաստաբան մասնակցած Ռոման Երիցյանը նկատում է Հայաստանում իշխանամերձ լրատվամիջոցները, քարոզիչները այս թեման թեժացրել են հայ հանրությանը մոլորեցնելու համար։ Այդ տեղեկությունները ոչ միայն բացարձակ սուտ են, այլ անգամ այս ստեղծված են սուտ հայկական հասարակությանը մոլորության մեջ մտցնելու։ Կարծում եմ բոլորիդ համար պարզ ու տրամաբանական, որ եթե նման տեղեկություններ տրամադրող լիներ, ապա ադրբեջանական հատուկ ծառայողները այդ տեղեկություններ տրամադրողին չէին բացահայտի վերջիվերջո։ Ինչ-որ բան գտաք։ Երիցյանի խոսքով ադրբեջանական եւ հայկական որոշ շրջանակներ համահունչ են աշխատում, որովհետեւ կարևոր խնդիր է դրված փակել Արցախի թեման։ Փաստաբանի խոսքով մեկ շաբաթ առաջ Արցախի ներկայացությունում տեղի ունեցած խոզարկությունը հենց դա է ապացուցում։ Ես կարծում եմ, որ սա պատահականություն չէ։ Եվ ես հիմա ուզում եմ բաց հրապարակային։ Խոզարկում են արցախցիներին, վախի մթնոլորտ են տարածում, որովհետև հիմա էլ Նիկոլ Փաշինյանը որոշել է նույն հարթության մեջ դնել Արցախ հայերի վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի հարցերը։ Մեր վերադարձի հարցը դա միջազգային իրավունքի հարց է։ Մենք հենց այդ հարցերը բարձրացնում ենք, մեզ մեղադրում են ռևանշիզմի, չգիտեմ, ինչ-որ պատերազմի հրահրման հետ կապված հարցերի։ Ես ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի։ Ինչպես արցախցիներն են ցանկանում խաղաղություն, երևի ոչ մեկ դրա գինը այդքան լավ չգիտի, ինչքան արցախցիները։ Շահրամանյանը տեղեկություն չունի, թե արդյոք Ալիևի սպասվող համաներման արդյունքում ազատ կարձակվեն Արցախի ղեկավարները։ Ակնարկում է, եթե նրանք վերադառնան, 2023-ի սեպտեմբերյան իրադարձությունների իրական պատկերն ավելի կպարզվի։ Չի կարող Ադրբեջանում դատվել հայ ազգի մարդիկ, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ մենք խոսենք խաղաղության պրոցեսի մասին։ Սա այս կոնտեքստում իմ կարծիքով պետք է քննարկվի եւ այդ մարդիկ պետք է անպայման ազատ արձակվեն։ Եվ իրենց ազատ արձակելուց հետո ինձ թվում է մենք բավականին հարցերի պատասխաններ կստանանք հենց իրենց կողմից։ Ռոման Երիցյանը համոզված է Հայաստանի իշխանությունները արցախցիների նկատմամբ բռնաճնշումները նոր թափով են շարունակում, որովհետև նախագահ Սամվել Շահրամանյանը անվերապահորեն աջակցում է ամենայն հայոց կաթողիկոսին։ Հետևությունները ինքներդ կատարիք։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։